Ընկերներ, խութավանք թե դադիվանք։ Վանքը կոչվել է նաև խութավանք, որովհետև կառուցվել է խութի բլրակի վրա։ Ըստ հին ավանդության Քրիստոսի առաջին հետևորդներից մեկը Սուրբ Դադին դաժանաբար սպանվեց հենց այս վանքի տեղակայման տարածքում, առաջին դարում։ Թադեոս առաքյալը նրան ուղարկեց Արցախում քրիստոնեություն քարոզելու։ Այնուամենայնիվ Դադիին շուտով բռնում եւ սպանում են։ Ի հիշատակ անմեղ զոհի գերեզմանի մոտ վանք է կառուցվում, որը կոչվում է Դադիվանք։ Որոշ աղբյուրներում այն նաև անվանում են Առաքելոց վանք։ Ավանդության համաձայն խաչքարագործության մեջ քարե ժամանակների նախշերը վերցրել են Խաչենի իշխանուհի Արզրու խաթունի գործվածքներից։ Արդյունքում ստեղծվել է մի նոր քարե գործվածք։ Եվ հայտնի է, որ 12-րդ դարում Մխիթար Գոշը բնակվել է Դադիվանքում եւ հենց այստեղ էլ ստեղծել դատաստանագիրքը, որը հսկայական դեր է խաղացել միջնադարյան հայ քաղաքակրթական կյանքում։ Ահա թե ով ենք մենք։